Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպանելու հավանականության մասին լուրերը ուժեղանում են։ Գրառումը թուրքերեն, անունը ադրբեջանական Էթիբար Հասցեն, նշված Ֆրանսիա։ Էջը բացված է 2024-ի ապրիլին։ Անցած շաբաթ ստեղծված կեղծ լուրերի բովանդակությունն այս անգամ բազմաբևեռ է կեղծ լուրերի նոր խմբականակը Նիկոլ Փաշինյանին ուղիղ թիրախավորումից հասնում է մինչև Հռոմի Պապ, ապա Իրան։ Չի շրջանցում թուրքական մամուլն ու տեղավորվում է նաև հայալեզու լրահոսում։ Օրինակ, Փաշինյանը չեղյալ կհայտարարի Ղարաբաղյան պատերազմի վետերաններին շնորհված ռազմական պարգևները։ Մեկ շաբաթ առաջ նաև պաշտոնապես հերքված լուրը շարունակում է տարածվել ու տարածել զայրույթ։ Իդեպ կայքը, որը Թուրքիայում հայտնի է իր ոչ բարձր որակի հրապարակումներով, 3 օրում երկրորդ անգամ է Հայաստանին անդրադարձել, այս անգամ մեր եւ ԱՄՆ-ի միջև կենսաանվտանգության ոլորտում գործակցության մասին են գրում, կեղծ, չհիմնավորված, առանց հղումների պնդումներով։ Շարունակելով զայրույթ կուտակելու գործելավոճը Նիկոլ Փաշինյանին է վերագրվում բառեր, որոնք նա չի ասել, թե իբր Էնվեր Փաշան ու Թայլիաթ Փաշան երբեք չեն վնասել հայերին։ Աթաթուրքը պաշտպանել է թուրք ժողովրդին իմպերիալիստական ուժերից։ Այս ու նախորդ այսպիսի գրառումների լսարանը նաև հայկական սփյուռքն է։ Այս ընթացքում ոլորտի տարբեր փորձագետների դիտարկումներն ու ուսումնասիրություններն են դա ցույց տվել։ Այս անգամ հորինված լուրերի մի խումբ էլ հայ-իրանական հարաբերությունների մասին են, ահա այսպես 10-ից ավելի էջեր միևնույն տեսանյութը միաժամանակյա հրապարակված։ Անհայտ ծագման օգտատերերը մոնտաժված նույն տեսանյութով վստահեցնում են, թե Իրանը սպառնում է Հայաստանին, իբր ոչնչացնելու է Հայաստանում գործող արհեստական բանականության տվյալների կենտրոնները, իսկ իրականում Իրանի արտգործնախարարը X-ի պաշտոնական իր էջում հայատառ գրառմամբ շնորհակալություն է հայտնում Հայաստանին։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ։ Բացի լրատվամիջոցների տարբերանշանների օգտագործումից, կեղծ լուրերը հաճախ տարածվում են նաև հայտնի անձանց անունից, նպատակ ունենալով բարձրացնել ազդեցությունը։ Եվ ահա հաջորդ կանգառը Վատիկան։ Այս սուտ լուրն էլ վերագրվում է Հռոմի Պապի անձնական քարտուղարին, թե իբր Վրաստանի պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունները կեղծավոր են։ Թե երբ, ում եւ որտեղ է ասել, մնում է անհայտ։ Իդեպ այս լուրը տարածող օգտատերը վերջին անգամ X-ում ինչ-որ բան տարածել էր 4 տարի առաջ, 2022 թվականին։ Ու մինչև X-ում անգլալեզու հաճախ արհեստական բնականությամբ ստեղծված տեսանյութերն են ակտիվ տարածում, Facebook-ում աճում է հայալեզու լսարանը թիրախավորող նորաբաց էջերի թիվը։ Թուրք-ադրբեջանական թեզեր տարածող էջեր Բանգլադեշից, Հնդկաստանից եւ Մադագասկարից հայալեզու լսարանի համար փաստերի ստուգման հարթակի ամենաթարմ ստուգված փաստերն են։ Դրսից կառավարվող նորաբաց էջերը, չնայած քիչ հետևորդ, բայց շատ դիտումներ ունեն, ակտիվ գովազդում են հրապարակումները, իսկ հրապարակումները զգայուն թեմաների վերաբերյալ են։ Թուրք-ադրբեջանական տեղեկատվական դաշտում շրջանառվող նարատիվներն են ներկայացնում։ Հանրային բևեռացմանը նպաստող բաժանարար ձևակերպումներ, հուզական գնահատականներ ունեցող այդ էջերում Նիկոլ Փաշինյանին կոչում են առաջնորդ, աջակցություն հայտնելով նրա գործողություններին։ Այդ կերպ Նիկոլ Փաշինյանին արհեստականորեն կապելով այդ նարատիվների հետ։ Իդեպ այդ գրառումները հազարավոր դիտումներ ու հարյուրավոր մեկնաբանություններ ունեն։ Տարբեր հարթակների փաստեր ստուգող լրագրողները միաձայն են, ահազանգում են։ Հայաստանում սպասվող խորհրդարանի ընտրությանն ընդառաջ տեղեկատվական դաշտում արդեն մի քանի ամիս ակտիվացել են ապատեղեկատվական արշավները արտաքին քաղաքականությունից մինչև անձնական կյանք ուղղություններով ու չնայած բազմաբևեռ ուղղվածությանը կառուցված են կրկնվող նարատիվների շուրջ եւ տարածվում են նույն ցանցերից։ Իրինա Մկրտչյան, Հակոբ Թումանյան, լուրեր։